Տիկին Մելոյան, Տաշիր քաղաքում ինչի համար են ձերբակալվել ուժեղ Հայաստանի աջակիցները։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Խնդիրը կայանում էր նրանում, որ քարոզչությունը իրականացում նախ ի սկզբանե արձանագրենք այն փաստը, որ մեր համագիրները համապետական տեսանկյունից քաղաքներում, գյուղերում ամենօրյա ռեժիմով իրազեկումներ են իրականացնում, այսինքն այդ process-ը մեզ մոտ ոչ նոր է կազմակերպվել, ոչ էլ տեղայնացված է լինում, բոլոր քաղաքներում զուգահեռ իրականացվում է։ Հիմա մեր համագիրները իրականացնում են իրազեկման ակցիա ու խմբով հայտնվում են զուգահեռ մի հատվածում, որտեղ քաղաքացիական պայմանագիրն է գալիս իրականացնելու իրազեկման ակցիա, դեռ այստեղ հարց է, արդյոք իրանք դիտավորություն առկա չէ, որ հենց այդ հատվածում են մեր համագիրները գտնվում, դրա համար են մոտենում, ու մարդիկ տարբերանշաններով խմբով կանգնած են, ակնհայտ երևում է, որ մտնում են այդ փոքր հրապարակ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, այդ թվում պաշտոնատար անձանց գլխավորությամբ եւ ոչ միայն չեն թողնում, օրինակ մի քիչ հեռվանում եւ այլն, այդտեղ են կանգնում իրականացնում իրանց իրազեկման ակցիան ակնհայտ, ի սկզբանե սադրիչ տարեր պարունակելով իրենց գործողություններով, իսկ մեր քրեական օրենսգրքով քարոզչությանը խոչընդոտելը դա հանցավոր արարք է համարվում։ Այնուհետև իրենք ինչ են տեղադրել են այնպիսի տեսանյութ, կարծես թվում էր, թե մեր համակիրները իրենց ճանապարհը փակել են ու անգամ այդ պարագամ, եթե այդպես լիներ, այս պայդրությամբ նախարար հանդիսացող մարդը ասում է քշի ու մարդկանց վրա է հրահանգում, որ մեքենան ուղղորդվի, բայց հակառակ կողմից տեսանյութ է հայտնվել, ինչպես են մերոնք կանգնած, ուժեղ Հայաստանի համակիրները կանգնած, իսկ մեքենան ուղիղ ուղղորդվում է դեպի ժողովրդի մեջ, մեր համակիրների խմբի մեջ մարդիկ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները հատուկ գալիս են եւ մխրճվում են ժողովրդի մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան հենց նույն քարոզչությանը խոչընդոտել ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների կողմից եւ մարդկանց սադրել։ Մենք տեսնում ենք ինչպես են, շատ հաճախ ոստիկանական մեծ խմբեր իրենց ուղեկցում, այս իրավիճակում էլ իհարկե ցանկալի կլներ, որ իրավապահները ապահովեն հասարակական կարգը, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ սա լրջագույն սադրանք է, որը բավականին մտահոգության տեղ է տեղ։ Տիկին Մելոյան, մենք տեսնում ենք, թե ինչպես է ստացվում, երբ որ ԿՊ-ի քարոզչական նպաստակ պոկելու համար ինչ իրավիճակում են հայտնվում մարդիկ, ինքնասպանության դեպք եղավ եւ նաեւ միասնության թևերի քարոզարշավի ժամանակ ինչպես ԿՊ-ի կողմնակիցները գնացին եւ խոչընդոտեցին։ Փաստորեն այս պարագայում ոչինչ չի հասնում իրենց, նորմալ է, սակայն երբ որ քաղաքացիական պայմանագրի հետ է խնդիրը կայանում, իրենց են փորձում օրինակ խոչընդոտել կամ զուգահեռ քարոզչություն իրականացնել, դա խնդիր է ու կարող են ձերբակալվել մարդիկ։ Իրականում կրկին ընդգծում եմ, սա իրապես մտահոգության տեղիք է տալիս, որովհետև երևի բոլորդ է տեսնում ենք, որ բոլորս ընդդիմադիր ուժերը, բայց հատկապես էլ այս պարագայում մեր քաղաքական ուժը ակնհայտ անհավասար պայմաններում է եւ իրավապահ մարմինների ու ողջ վարչական ռեսուրսը այս ընտրական գործընթացում իշխանության կողմից շահարկվում եւ օգտագործվում է խախտելով հավասարության հիմնարար սկզբունքը ընտրական գործընթացների ու բնականաբար սրանք այն խախտումներ, հիմնախախտումներն են, որոնք ազդելու են ընտրությունների արդյունքների վրա կեղծելով դրանք։ Այս գործընթացները, որը հենց ձեր նաև զանգվածային լրատվության միջոցների շնորհիվ ենք մենք կարողանում ֆիքսել, իրենք ընտրական գործընթացն են ընդհանուր կեղեքում ու հենց ընտրությունների խախտումները միայն ընտրության օրը տեղի չունենում։ Ընտրախախտումները արձանագրվում են նաև մինչ ընտրական գործընթացում եւ եթե այս ներուժով, այս բնույթի միջամտությունները շարունակվեն, ընդհանրապես կարելի է ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնել։ Արդյոք վարչապետին կարելի է վիրավորել ընտրողին։ Մենք տեսնում ենք մանավանդ այսօր մի քանի օրը բավականին թեժ է դարձել ընտրապայքարը եւ փոխադարձ վիրավորանքների դաշտ ենք մտել, բայց չեն կարող ասել, որ օրինակ քաղաքացիական պայմանագրի կողմից վիրավորանքները ինչքան են շատացել, նույնը Տաշիրում, երբ որ ընտրողներին Սամվել Կարապետյանի աջակիցներին անվանում են դեբիլներ։ Եվ այսօր նույնպես այդպիսի ատելության խոս եւ վիրավորանքներ հնչեցին։
Դե հենց այս ամենի դեմ է մեր պայքարը, այս իշխանությունները, այս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, քաղաքական ուժը եկան եւ ինտեգրեցին մեր հասարակության մեջ բաժանարար գծեր եւ անցան այնպիսի կարմիր անթույլատրելի գծեր, ինչպես հենց ճշմարտացիորեն նշեցիք, պաշտոնատար անձի կողմից իր քաղաքացուն վիրավորելն է, իր քաղաքական հայացքով պայմանավորված։ Սա անթույլատրելի է եւ իրավական ու ժողովրդավար պետությունում, որին իրենք այդքան սիրում են հղում կատարել, հաստատորեն նման դրսևորումներ չեն լինում։ Դա իրավունքի շրջանցում է, նույն մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավական լայն պրակտիկա ունի, որը սահմանում է պաշտոնատար անձանց գործողության սահմանները եւ իրենք ի տարբերություն մեզ քաղաքացիներից ավելի շատ են կաշկանդված իրենց պաշտոնով ու մանդատով։